Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, զարգացումը հետևյալն է. կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննելով Նարեկ Կարապետյանի մեղադրանք առաջադրելու հարցը, որը հիշում եք այդ իրականության, օբյեկտիվության, ընդհանրապես տրամաբանության հետ առնչություն չունեցող մեղադրանքի մասին էր խոսքը, համաձայնություն տալու հանգամանքը բավարարել է։ Նշվածը չի հանդիսանում անձեռմխելիությունից ընդհանրապես զրկում։ Ես տեսա մի քանի լրատվականներ նման վերնագիրն էին օգտագործել, սա վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնությանը։ Այնուհետև սկսվեց քննարկումը արդյոք խափաման միջոց ազատազրկելուն վերաբերող կարող է կիրառվել, թե ոչ, կրկին դա պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տա, եթե առաջնորդվում ենք այն մեկնաբանությամբ, ինչով այս ամենը տեղի ունենում։ Մենք ներկայացրեցինք մեր հակափաստարկները։ Շատ պարզ ասեմ, նիստի ընթացքում, որը կրկին դռնփակության կարգով էր քննվում, падգամավորի կարգավիճակ եւ լիազորությունների ստանձնում։ Այն հարցը, որը մի քանի ժամ առաջ միասին էին քննարկում նույն Սահմանադրական դատարանի 16-19 որոշման տրամաբանությամբ։ Ակնհայտորեն ձեզ բացահայտեմ նաեւ, ես ինքս հիմա եւս ունեմ падգամավորի կարգավիճակ։ Նարեկ Կարապետյանը ունի падգամավորի կարգավիճակ։ Ուզում եմ նաեւ նշված դետալը եւս բացահայտել, Նարեկ Կարապետյանը ուժեղ Հայաստան առաջիկայում ձևավորվող խմբակցության տեսանկյունից այնպիսի առանցքային դերակատարում ունի, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ այս ամենը, երբ ասում ենք, նպատակ ունի նաև քաղաքական ընդհանուր գործունեությունը, ոչ միայն Նարեկ Կարապետյանը, այլ ուժեղ Հայաստանի խաթարելու պատահական չենք նշում։ Այդ հանգամանքները նիստի ընթացքում էլ եւս ներկայացվեց, այսինքն թե իրավական կոմպոնենտը սահմանադրաիրավական, թե քաղաքական բաղադրիչը, երկուսն էլ պարտադիր քննարկման ենթակա են։ Հստակորեն պետք է արձանագրեմ, որ դատախազության կողմից որևէ հակափաստարկում դրա վերաբերյալ հնարավորություն չեղավ տեսնելու։ Չկային դրա վերաբերյալ հակափաստարկներ։ Արդյոք սա հետևանք կունենա, թե ոչ, ժամը 3:30 շարունակվելու է նիստը, ըստ դրա նաև նշված հարցի վերաբերյալ կունենանք ավելի հստակ տեղեկություն։ Նարեկ Կարապետյանը ոչ միայն կարող է կամ Նարեկ Կարապետյանը արդեն падգամավոր է։ Այլ հարց որ Նարեկ Կարապետյանը դեռևս լիազորությունները չի ստանձնել, ինչպես որևէ մեկը մեզանից ուժեղ Հայաստանի գործընկերներին էլ տեսնում եմ այստեղ։ Դատախազության ներկայացուցիչները օրինակ ասում էին, որ այդ հարցը ազգային ժողովը պետք է քննի իրենց դիրքորոշումը դատախազության հետևյալն էր, որ իրենք կարող են նման միջնորդություն ներկայացնել։ Երբ ներկայացնում ենք, որ հարգելի գործընկերներ, այս հանգամանքն եմ նիստի ընթացքում, այո, մինչդեռ իմ դիտարկմամբ եւ գործընկերներիս դիտարկմամբ իհարկե չեն կարող նման միջնորդություն ներկայացնել։ Ինչին են ումանում, որ կարող են։ Անկեղծորեն եմ ասում, իրավական հիմք էլ չկար, որովհետև Սահմանադրական դատարանի 1644 որոշումից, եթե չեմ սխալվում, մի քանի գործընկերներ կարծես ուսումնասիրել էին ԶԼՄ ներկայացուցիչներից, խնդրեմ նշված որոշման եզրափակիչ մասը 1 րոպե է։ Կարող եք բացել պարզապես նայել, այնտեղ խոսվում է падգամավորի ընտրված падգամավորի, բայց դեռևս լիազորություններ չստանձնած падգամավորի միայն քրեական հետապնդում հարուցելու համաձայնության մասին, այլ ոչ թե ազատությունից զրկելու։ Իշխանությունն ու Արմրուրը արդեն գրել են, որ զրկվել է անձեռնմխելիությունից, հիմա զրկվել է, թե դեռ պետք է շարունակվի։ Դա կրկին մի քանի իրավական տերմինների հետ կապված խնդիր երևի թե կա։ Անձեռնմխելիությունը բաղկացած է երկու առաջնային կոմպոնենտներից՝ մեղադրանք չհարուցելու եւ չազատազրկվելու։ Մեղադրանք հարուցելու, ներկայացնելու համաձայնությունը ստացել են։ Ազատազրկելու հետ կապված համաձայնությունը 15:30 շարունակվելու է։ Ներկայացրել ենք այնպիսի իրավական փաստարկներ, որ ոչ իրավաբանը նույնիսկ, ես չեմ խոսում դատախազների, ոչ իրավաբանը նույնիսկ կասեր ես հակափաստարկ չլսեցի։ Կրկին մի հատ պարզապես ցանկացած մեր հայրենակցին խնդրենք 16-19 որոշում Սահմանադրական դատարան գրված է падգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող ազատազրկվել։ Հիմա դրան ինչ հակափաստարկ պետք է բերեն։ 3 Նարեկ Կարապետյանը ստացել է падգամավորի կարգավիճակ։ Հարգելի գործընկերներ, մի պարզ վարժություն։ Ինչի համար դատախազությունը չսպասեց վկայականը տրամադրվի Դավիթ Ղազինյանի եւ մուտք արեց քրեական վարույթի նյութերը դատարան։ Որտեւ իրենք գիտեն, որ դա կարգավիճակն է։ Շնորհակալ եմ 15:30 շարունակվելու է։